Ողջույն սիրելի հետևորդներ, մենք ուրախ ենք հայտնել, որ սկսում ենք մեր նոր ամառային եթերաշրջանը եւ այսօրվա մեր թեման շատ հետաքրքիր է, ես կասեի նույնիսկ համեղ, որովհետեւ միասին մենք այսօր բացահայտելու ենք Շիրակ աշխարհի խոհանոցի գաղտնիքներն ու հետաքրքիր կողմերը։ Այսօրվա մեր հյուրն է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Բարև ձեզ Տիկին Ծատուրյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մենք մեր բոլոր թողարկումները սկսում ենք ավանդական հարցով։ Դուք հետազոտություն եք իրականացնել մեր տեղական ակտիվ խմբի տարածքում եւ կուզենայի ձեր կարծիք իմանալ, թե ինչ է ձեզ համար տախը տեղական ակտիվ խումբը, մի քանի բառով ձեր սահմանումը, թե ինչ զգացողություններ ունեք, ինչպես կարող եք բնութագրել տախը։ Շնորհակալություն հրավերի համար, ինձ առաջարկել են միանալ կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբին մի հետազոտություն իրականացնելու մտադրությամբ տեղական խոհանոցային ժառանգություն է։ Մինչ այդ նաև ես այս նույն ծրագրի շրջանակներում Արագած Հովիտ տեղական ակտիվ խմբի հետ եմ աշխատել էլի մի տեղում մենք մշակութային ժառանգության քարտեզագրում իրականացրեցինք, ուզում էինք նայել, թե այս մշակութային ժառանգությունը զարգացման ծրագրերում ինչ ներուժ ունի եւ այս առիթներով նաեւ ինչ որ իմաստով ստիպված էի հասկանալ ինչ է տախը, որպեսզի հետազոտությունն էլ իր արդյունքներով կիրառելի լիներ, ինչ շատ հոգեհարազատ մոտեցում է, այս մոտեցումը ինչը դրված է Լիտվոր Շիրակ ծրագրի հենքում, որտեվ իմ գիտության մեթոդներին էլ է հարազատ, ես ազգագրագետ եմ եւ մենք ունենք մեկ ճշմարտություն, ինչ գիտեն եւ ինչ են ուզում մարդիկ եւ մենք դա ենք հետազոտում, սա այս մեր մեթոդը այդ ներքևից վերև, այսօր կառավարման ոլորտում է դրված, նաեւ այդ ներքևից վերև, այսինքն նաեւ այդ ներքև վերև բառերն էլ չեմ սիրում, որտեվ հիերարխիա ու իշխանություն են ցույց տալիս, բայց այնուամենայնիվ ինչքան ես հասկանում եմ, որ որոշում ընդունողներ են մարդիկ են, ում մասին ընդունվում են որոշումներ։ Այսինքն տախը մարդիկ են ձեզ համար։ Տախը մարդիկ են եւ այն մարդիկ են, ովքեր իրենց հոգսերը գիտեն, իրենց դարդ ու ցավը գիտեն ինչ որոշումը ինչպես այդտեղ հնարավոր կլինի ադապտացնել, ինչն է որ անգամ եթե շատ մի հիանալի որոշում է, բայց իրենց համայնքում, իրենց հողու ջրի մարդկանց համար դա այնքան էլ լավ չի ընդունվի եւ միգուցե դիմադրություն կառաջացնի, ինչ անեն, որ հարազատ մնան իրենց միջավայրին, բայց նաեւ կարողանան օգտակար լինել։ Ես այդպես եմ հասկացել ին գիտության նմանացնելով նաեւ։ Շատ հետաքրքիր մեկնաբանություններ, դեռ ոչ ոք այսքան գիտական չէր մոտեցել այդ հարցին։ Եվ այսօրվա մեր թեման խոհանոցն է։ Գիտենք, որ աշխարհում տարբեր աշխարհագրական մակարդակներով գոյություն ունեն տարբեր խոհանոցներ։ Այսինքն ինչ ֆակտորներ կան, որոնք ձևավորում են խոհանոցը, ասենք, չգիտեմ, կլիման, աշխարհագրական դիրքը, ինչպես է ձևավորվում տեղական խոհանոցը, որը տարբերվում է մյուս հարևան խոհանոցներից, եթե այսպես ասենք։ Շատ մեծ ու ընդգրկուն հարց է։ Խոհանոցի վրա ազդում է ամեն ինչ։ Եվ մյուս կողմից խոհանոցն էլ ազդում է ամեն ինչի վրա։ Քաղաքականությունն էլ է ազդում խոհանոցի վրա, տեղահանությունն էլ է ազդում։ Կին եւ տղամարդ փոխհարաբերությունների տվյալ տարածքի, տվյալ ժամանակաշրջանի մշակույթն էլ է ազդում, կլիման էլ է ազդում, տնտեսական զբաղմունքներն էլ են ազդում, աշխարհաքաղաքական կապերը, իրար հետ փոխհարաբերությունները, տարբեր մշակույթների փոխներթափանցման հնարավորությունները։ Մի պահին մի մշակույթը կլինի իզոլացված, այդ ժամանակաշրջանում այս մյուս բաները կազդեն, բայց շփումները չեն ազդի։ Մի բան դրանք ավելանա նաև այն, որ շփումներ ունեն ակտիվանում կամ որտեղից նոր շփումները։ Մի նոր ճանապարհի բացվելը խոհանոցի վրա ազդում է։ Այսինքն համարը չկա այնպիսի իրավիճակ, որը չազդի խոհանոցի վրա եւ չկա նաև այնպիսի միջավայր եւ ոլորտ, որի վրա խոհանոցը չազդի։ Անհավատալի թվացող ոլորտը օրինակ քաղաքականությունն է, անգամ պետական բարձր քաղաքականություն, որտեղ օրինակ Խորհրդային Միությունում որոշվում էր ով ինչ ուտի, ինչքան քանի կալորիա, շինարարը քանի կալորիա ուտի, քարդնով, որմնադիրը, բժիշկը, հետո ռեստորաններում ինչ մատուցեն, օրինակ Հայաստանում
50 թվին չմատուցեն օրինակ դեռ Արարատ փլավ, 65 թվին արդեն մատուցեն Արարատ փլավ, մոմեր վառվի դրա վրա չէ։ Այսինքն այս սրանք բաներ են, որ թվում է կողքից շատ անհավանական, բայց նաև քաղաքականություն ձևավորում է, սկսած նրանից, օրինակ Խրուշչովը որոշեց եգիպտացորենի կամպանիան։ Դա մտավ մեր կենցաղ, հա։ Մենք հաստամ սկսեցինք մտածել եգիպտացորենից էս սարքել, չնայած մինչև էդ էլ մշակվում էր։ Միշտ քաղաքականությունը ամենաանհավատալի բանն է, որ ազդում է մեր քիմքի վրա, բայց նաև շատ զարմանալի է, երբ որ մի պահ դա հասկանում ենք։ Անսպասելի պատասխաններ իրականում, որովհետև երբեք չէի պատկերացնի, որ քաղաքականությունը այդքան ազդեցություն կարող է ունենալ խոհանոցի վրա։ Քանի որ խոսելու ենք Շիրակյան խոհանոցի մասին, կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարզ մեր Հայաստանի տարածքում, տեսեք, Հայաստանը փոքր պետություն է եւ յուրաքանչյուր մարզ ունի իրեն բնորոշ խոհանոցը կամ կերակրատեսակները։ Եվ կարող ենք եւ չենք կարող, որտեղ մարզերը դրանք վարչական միավորներ են։ Այսինքն պետությունը իր կոմունիկացիայի, լոգիստիկայի տրամաբանությունից ելնելով ինչ որ համայնքների սահմանների մեջ է դրել եւ դրան տվել մարզ անվանումը։ Խոհանոցը դա մշակութային երևույթ է։ Պարտադիր չի, որ մարզի վարչական սահմանները համընկնեն մարդկանց մշակութային ինքնության նույնության հետ, այսինքն բարձ ասած, պարտադիր չէ, որ Շիրակի մարզում մեկ մշակութային ինքնությամբ մարդիկ ապրեն, կամ Լոռու մարզում մեկ մշակութային ինքնություն ունի։ Սրանք վարչական սահման են, բայց համարվում է, որ այս կամ այն չափով ինչ որ ընդհանրություն ձևավորվում է, բայց էլի իմ գիտության տեսանկյունից ազգագրությունը ինչքան որ սիրում է ընդհանրացումներ, նույնքան սիրում է, որ մենք կարողանանք տեսնել այն ամենափոքր առանձնահատուկը, եւ այդ իմաստով ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Շիրակի խոհանոց ինչ որ մի լայն ձևակերպում, բայց դա կարծես ինչ որ իմաստով ստվերում է Շիրակի մարզի շրջանում տարբեր խոհանոցային ավանդույթների բազմազանությունը, եւ ինչքան շատ մենք կարողանանք տեսնել բազմազանությունը, դա ավելի օգտակար է, քան կարողանանք մեկ հովանոցի տակ միավորել շատ բնակավայրեր։ Այսինքն կարելի ասել, որ Շիրակյան խոհանոցը ինքը տարբերվում է մյուս խոհանոցներից եւ ինչ կոնկրետ առանձնահատկություններ կան, որոնք հստակ մատնանշում են այդ տարբերությունները։ Տարբերվում է եւ նաեւ չի տարբերվում, հա, ասցի, մեծ հաշվով, եթե շատ ուժենք ընդհանրացնենք, եթե համարենք, որ հայկական մշակույթը երկու մեծ խմբի բաժանենք, արևելահայկական եւ արևմտահայկական, Շիրակի խոհանոցը ավելի կհամընկնի արևմտահայկական խոհանոցին, որտեղ բնակչության արմատները եւ դիրքը մեծ հաշվով արևմտահայկական մի մասը ծագում եւ հետո տեղափոխությունն են, մի մասը ավելի մոտ են այս մշակութային խմբին։ Եվ այդտեղ առաջին բանը, որ մեզ կհուշի դրա մասին կամ ընդհանրություն կտրվի, այդ թոնրի մշակույթի արկայությունը եւ կարծես թոնիրը լինի առանցքը ամբողջ խոհանոցի, որի շուրջ հետո հյուսվում է խոհանոցային պատումները եւ բաղադրատոմսը եւ պրակտիկաները, այսինքն թոնիրը, որը հանդիսանում էր նաեւ ավանդական Շիրակյան տան կենտրոնը, ֆիզիկական կենտրոն, նաև տան մեջտեղում էր դրված եւ երթիկով, հա, եւ դրա շուրջ համ ընտանիքը ճաշում էր, կերակուր էր պատրաստում, տաքանում էր, իրար հետ հավաքվում էին, այս կենտրոն, հա, դրա շուրջ։ Եվ բնականաբար այդ դրա շուրջ նաև միշտ գիտենք առասպելով համարվում է Շիրակը շտեմարան, բարիքների կենտրոն, հա, շարայի տարածքները եւ ցորենի ամբարների տարածքներ, այսինքն ինչ որ նաեւ վաղ հայկական առասպելաբանությամբ թոնիրը եւ հացահատիկները
հատիկը եւ դրա շուրջ ձևավորված բաները ես կարող եմ հիմա ասել, որ Շիրակյան խոհանոցի հենքն են, դրա շուրջը ձևավորվում։ Այսինքն Շիրակյան խոհանոցի այցեքարտը կարելի ասել հացահատիկն է։ Հացահատիկն է եւ դրանից պատրաստվող տարբեր ամենատարբեր ուտեստներ։ Հիմա եթե մենք մարդկանց հարցնում ենք ինչ ավանդական ուտեստներ են հիշում, իրանք ամենից առաջ գնում են եւ հիշում են այդ հացահատիկի հիմքով բաները, որը կլինի փոխինդը, տարբեր քաղցրավենիքի ձևով, կլինի զավարով տարբեր ուտեստները, կլինի որոշ չափով ինչ-որ իմաստով բլղուրով, ալյուրով, առաջին հերթին հացը եւ դրա շուրջ դրանից բխող տարբեր բաղադրիչներ էլի։ Իսկ որոնք են այն սնունդը կամ ուտեստները, որոնք հստակ եւ վստահորեն կարելի ասել, որ հանդիսանում են Շիրակյան խոհանոցի այցեքարտը, այսինքն ասում ենք եւ միանգամից պատկերացնում ենք Շիրակ աշխարհը։ Ես կառանձնացնեի Չեչիլ պանիրը, որտեվ միգուցե ուրիշ մարզերում էլ դա պատրաստ են, բայց այն սերը եւ գուրգուրանքը եւ էմոցիաները, որ կան Չեչիլ պանիրի շուրջ, ես որևէ այլ մարզում չեմ հանդիպել, անգամ եթե մարդիկ Երևանում խանութից գնում են այդ Չեչիլ պանիրը, դա իրենց մշակութային ինքնության մեջ այնքան ներծծված չի, ինչքան Շիրակում։ Այստեղ բոլորը ճանաչում են Չեչիլ պանիր, գիտեն ինչ որն է լավը, որը վատը, գիտեն որն է արհեստական կանաչածը, որը բնական սեղմածը, գիտեն որ անգամ ապակյա տարայում է սեղմած, որը կավե կճուճում է սեղմած, այսինքն այս բոլոր նրբությունները, որ չեմ վարանի ասել, մենք վկայություն ունենք 1800-ական թվականից արդեն Չեչիլ պանիրի նկարագրության, գացիկ այդքան տարի, որ նկարագրվում է, դրանից առաջ էլ ինչքան պատրաստել են, իմ կարծիքով այդ Չեչիլ պանիրը շատ առանձնահատուկ է դարձնում Շիրակյան խոհանոցը, ոչ թե որպես պանիր միայն, այլ դրա պատրաստման ամբողջ ընթացքը, դրա հետ կապված հմտությունները, ես եթե կարող եմ շեղվել մի քիչ, մի անգամ մենք մի Ամերիկայում, Վաշինգտոն քաղաքում Ես գիտեմ այդ պատմությունը փառատոներ եւ ուզում էինք Չեչիլ 10-օրյա փառատոներ հայկական ժողովրդական կենցաղի։ Ես այդ փառատոնի համադրողներից էի եւ մենք ընտրել էինք թե ինչ բաղադրիչներով ենք ուզում հայկական խոհանոցի մասին պատմել։ Դրա մի բաղադրիչը Չեչիլ պանիրն էր։ Եվ հիմա իմ ամերիկյան գործընկերները այնտեղից ասում են պիտի բաղադրատոմս տալ։ Բաղադրատոմս դե շատ խիստ բան է, ասում եմ դե կաթ, մակարդ, ասում եմ կաթը ինչ աստիճանում պիտի տաքացվի։ Մեր մարդիկ գիտեն, ասում եմ բերանը տալիս ես թթվա շեղնի, անուշ չեղնի, դե հիմա դա ոնց ձևակերպես տեխնոլոգիական չափանիշների կամ ասում են բայ այդ ջուրը, որի մեջ հետո ձեռքերով պտտեցնում եք եւ պանիրը հանում, ինչ ջերմաշճանի է լինում, ասում է դե այնպես որ ձեռքը չվառի, հիմա իրենց հմտությամբ ձեռքը չվառել է եւ անփորձ մարդու ձեռքը չվառել է, էլի տարբեր բան է եւ մենք տեսանք թե ինչքան ժողովրդական իմաստություն կա այդ գիտելիքի հետևում, որ դու տեխնիկական նկարագրության վերածելիս ուղղակի մենք անզոր էինք դառնում։ Այս շատ ֆենոմենալ գիտելիք է եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ Շիրակում այդ գիտելիքը 100-ամյակներ խնամում են կանայք։ Եթե կանայք դա չխնամեին, այսօր Չեչիլ պանիրը չէր լինի Շիրակի այցեքարտ։ Ես նմանատիպ պատմություններ եմ լսել, երբ որ Հայաստանից տատիկի էին տարել Ամերիկա ու խնդրել են որպեսզի տեղում Չեչիլ պանիր պատրաստեր ու չի ստացվել, այսինքն այդ մեր փառատոնի ընթացքում էր, որովհետև նաև ԱՄՆ-ում պաստերիզացված է կաթը, ինչ որ մի ավելի շատ ջերմաշճանի հասցրած, բայց չեռացրած, իսկ մեր մոտ Չեչիլ պանիր, որ դնում են կաթը թթվեցնելու, չի հասնում պաստերիզացիայի աստիճանի տեխնոլոգիապես։ Իրենք այդ բերանի համով զգում են այդ երբ է պատրաստ։ Եվ այդ պաստերիզացվածը չի մակարդվում արդեն այնպես, որ ստացվի այդ թելերը իր մեջ նաև մենք գիտենք, որ հայկական մշակույթում սնունդ պատրաստելը երբեմն նաև հանդիսացել է փոքրիկ ծիսակարգ, այսինքն տոն օրերին կամ առհասարակ ինչպիսի հետաքրքիր այդպիսի ծիսակարգեր են եղել կամ եթե կան օրինակ հատուկ հենց Շիրակի խոհանոցի համար։
Ես շատ սիրում եմ լավաշի հետ կապված միջավայրը, որովհետև թվացյալ առօրյա սնունդ է մեր խոհանոցի հենքը, անգամ մենք սնվելու process-ին ասում ենք հաց ուտել, չէ, ինչ որ ամենաբանական, ամենաբնական միջավայրը, բայց մեր ավանդական կենցաղում եւ մինչեւ վերջի տարին է, երբ որ դեռ մարդիկ թոնրում հաց էին թխում, այդ լավաշ թխելու օրը լրիվ վերածվել է ձեր ասած թե տոնականի, թե ծիսականի, որովհետև նախ գիտեին ինչը ինչից հետո պիտի անել, խմորը այս ժամին անել, խմորի վրա հետո խաչ անել, դնել, հետո մեծը խմորը կանի, փոքրը միջնեկը գնդերը կբացի, փոքրը կտանի այդ գնդերը, սրանք բոլորը այդ ծեսի մասեր են, հա, որ սովորույթն են, ավանդույթն են, բայց այնքան կանոնակարգված են, որ կարծես ծիսականություն է մտնում։ Հետո թոնիրը վառեցին, առաջինը ինչ կթխեն, առաջի թխածը կուտեն չեն ուտի, ամենաֆենոմենալը, որ ասում են լավաշը չի կարելի թարս երեսով դնել, օրինակ անծանոթ մարդ երբեք չի մտածի, չէ՞ որ լավաշն ճիշտ երես, թարս երես, բայց տեղու մարդիկ այնքան ուշադիր են այս խնամքով են վերաբերվում այս բոլոր նրբություններին, հետո հավաքվում են իրար հետ, հետո որոշում են այդ օրը լավաշ թխելու օրը ինչ պատրաստել, այս բոլորը այդ ծիսականությունն է մտցնում եւ տոնականությունը եւ լավաշ թխելու օրը, երբ որ թոնրում էին թխում, երբեք դա սովորական օր չէր։ Կանայք հիմա նաև երբ որ արդեն շատ տեղերում դադարել են թոնրով մշտապես հաց թխել եւ էլեկտրական այդ ինքնաշեն ցանցով վառարաններով են թխում, իրենք էլ գիտեն, որ իրենց գործը հեշտացել է, բայց շատ կարոտով են հիշում այն ժամանակները, երբ որ իրենք իրար հետ հավաքվում էին։ Չէ՞ որ լավաշ թխել պիտի օգնելու գար մեկը, ում հետ դու լավ հարաբերություններ ուներ։ Երկար իրար հետ նստում էին, այդ ընթացքում խոսում էին, քննարկում էին, ծիծաղում էին, ուրախանում էին, նաև տանջվում էին, չարչարվում էին, բայց իրենք հիմա կարոտով են հիշում այդ իրենց միասին լինելու միջավայրը եւ որ կային սոցիալական կապեր, հարևաններ, լավաշ թխում էր հոտը դուրս էր գալիս անպայման պիտի հիվանդին ուղարկեին, տարեցին ուղարկեին, անծանոթ անցորդին ուղարկեին, կիսեին իրենց այդ բարիքը, բայց հիմա ասма մտնում ես քո տանը թխում, սկի ոչ մեկ չի էլ իմանում որ լավաշ ես թխում, այս բոլորը հա շատ տոնական էր դարձնում, այն ամենա բանական ուտելիքը շատ ծիսական ու տոնականություն էր բերում ընտանիք։ Քանի որ խոսեցինք նաև պատմական տեսանկյունից, թե ինչպես է փոփոխվում խոհանոցը, այսօր արդյոք հայկական ավանդական խոհանոցը վտանգի տակ է այս համաշխարհային գլոբալիզացիայի արդյունքում, համացանցի տարածման արդյունքում, որովհետև ամենտեղ ինֆորմացիան բաց է եւ կարելի ասել յուրաքանչյուր ոք կարող է կիսվել ինչ-որ ինֆորմացիայով եւ ընդհանուր առմամբ վնաս հասցնել ավանդականին եւ այլն։ Ձեր կարծիքը այս հարցի շուրջ։ Նախ ավանդական խոհանոցները պահպանվում են, երբ որ դրանք փոխանցվում են։ Այսօր Հայաստանի բոլոր մարզերում էլ այդ սերնդեսերունդ փոխանցման շղթան շատ տուժել է։ Մեծերը փոքրերին չեն փոխանցում, երիտասարդները այնպես չի որ ուզում են, չեն էլ ուզում։ Նույն այդ լավաշ թխելը արդեն շատ հայտնի հմտություն չի, շատ երիտասարդները չգիտեն մեծ հաշվով։ Տարբեր ավանդական ճաշատեսակներ այլևս դուրս են եկել կենցաղից, օրինակ Շիրակի խոհանոցում այդ երկար ձավարով էփվող բաները, որոնք երկար էին ենթադրում է փել, աշխատատար էին, չէ՞ որ կյանքի ռիթմն էլ է փոխվել, կանայք էլ են աշխատում, երիտասարդներն էլ են աշխատում, նախկին նման չի որ կանայք տանն էին եւ առավոտը թոնրի մեջ կդնեին, երեկոյան ընտանիքը կգար կանվեին։ Այս աշխատատար ուտեստները դուրս են եկել եւ միգուցե երբեմն տոնական առիթներով են պատրաստվում։ Մյուս պատճառը այդ ավանդական խոհանոցի փոփոխության այդ նոր բաղադրիչների հայտ գալն է, որը շատ հասկանալի մի բան է, ամբողջ աշխարհում տեղի է ունենում, եւ երիտասարդների ճաշակի, քիմքի ճաշակի փոփոխությունը, որ մենք հետազոտություն է որ անում ենք, գրեթե բոլոր ընտանիքներում, ասում են, մեր երեխեք էլ կանաչիները չեն ուտում, այդ հավաքած բանջարեղենով ապուրները չեն ուտում, ավելուկ չեն ուտում, շուշան չեն ուտում, պանր խաշ կարող է մեկ-մեկ սիրեն, հաճախ չենք սարքում, մենք ճմուռ էինք սարքում, հիմա ով կուտի դա, արդեն դա գիրացնող բան է համարում, այսինքն շատ բան է փոխվել, կյանքը, առողջական պատկերացումները, ժամանակը եւ այլն։ Այս բոլորը ամբողջ աշխարհում կա։
Սրա հետ պիտի հաշվի նստել, բայց նաև հայկական ավանդական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է պահել հայկական ավանդական խոհանոցը։ Եթե դա այլևս ընտանիքներում բնական չի փոխանցվում, կոնե զբոսաշրջային հետաքրքրության արդյունքում եկել այդ նույն երիտասարդները, որ իրենց տանը ավելուկով ապուրը չէին ուտում, մի զբոսաշրջային ծրագրի շրջանակում սկսում են բուռն հետաքրքրվել, թե դա ինչպես էր, փորձել, կարող է անգամ էլի չմտնի իրենց ռացիոն, բայց հաճախ այս զբոսաշրջային ծրագրերը, այցելությունները կամ ինչ-որ առիթներ, որոնք նույն ռեստորանային բիզնեսը շատ օգնում է, որ այդ ավանդական խոհանոցը դեռ չմոռացվի։ Բայց այստեղ էլ վտանգները կան, որովհետև երբ որ ասում ենք ավանդական խոհանոց, ենթադրում ենք, որ բնական փոխանցվում է, բնական փոփոխվում է եւ բնական հարմարեցվում է։ Այ լավագույն օրինակը լավաշն է, էլի, որ բոլորին հասկանալի լինի։ Այսօր լավաշը փոխվել է, չէ՞, թոնրում չեն թխում, բայց նորից լավաշ է։ Հիմա ռեստորաններն էլ չեն խրախուսում այս ավանդական ձևերը, էլի օրինակ թոնրում չեն թխում, ինչ որ են ավելի մետաղական գլանակներով այդ երկար բանի վրա են թխում, հիմա արդյունքում լավաշ է, բայց ստացվում է, որ ավանդույթը կորում է, ապրանքը մնում։ Հա, հիմա ես չգիտեմ, սա պահպանություն է, թե աղճատում է։ Որտեվ կան ռեստորաններ, ովքեր հենց իրենց ներսում ցուցադրական կարելի ասել ու հա ցուցադրական ունեն, բայց իրենց լավաշի մատակարարումը այս ցուցադրականով չի ստացվում։ Ուրիշ եղանակով։ Հա, ավելի հեշտացված տեխնոլոգիա կան։ Հիմա բարդ խնդիրն է, էլի, մի կողմից, հա, բնականորեն հետաքրքրությունը նվազում է։ Չես կարող ժամանակակից մարդուն ստիպել անդադ ավանդական խոհանոց, բայց մյուս կողմից հենք այնուամենայնիվ մնում է։ Մենք չէ որ ամեն օր մեր տներում շարունակում ենք ճաշ ուտել։ Սա մեր խոհանոցի առանձնահատկությունն է։ Եթե ուրիշ երկրներում շատ փոխվել է դա, մարդիկ շատ սովորական են ընդունում, որ կարելի է պատվիրել, կարելի է գնալ դրսում սնվել գալ, մեր մշակույթի այդ բանը, որ տանը հաց կուտեն։ Սա դեռ պահպանված ինչ-որ իմաստով նորմ է։ Սա ուրեմն նշանակում է փոխանցել ենք։ Այն որ այնուամենայնիվ ինչ-որ դժվար մեծ բաները տանավակ կնոջ խորհուրդն են էլի հարցնում, ինչ-որ իմաստով պահպանվել է, պահածոյացումը պահպանվել է, տեխնիկան փոխվել է, բայց մարդկանց մտածողությունը, որ ամռանը պատրաստվեն ձմռանը, դեռ մնացել է։ Թեպետ այսօրվա գլոբալացվող աշխարհում կարող ենք ասել, այն չկա, որ ձմռանն էլ լոլիկ կարող եմ գնել, բայց այնուամենայնիվ այդ մեր բանաձևերը կյանքը կազմակերպելու կամ ճաշին ինչա պետք ուտել, ընթրիքին ինչ, այս բաները պահպանվել են եւ ինչ որ իմաստով այս ավանդական խոհանոցի որոշ բաներ էլ, որոնք առաջ սովորական առօրյայում էին, տոնական են դարձել, հազվադեպ պատրաստվող, որի շուրջ ընտանիքը կհավաքվի։ Ասենք եթե առաջ պաներխաշը առօրյայում ուղակի ձեռքի տակ եղած սնունդից ինչ որ նաև առօրյա սվելու հարցը լուծող բաներ, հիմա այնքան մեծ ա եղել այդ զբոսաշրջային ոլորտից եկող հետաքրքրությունը, որ ընտանիքներում է դա ասեն այսօր պաներխաշ մի հատ անենք, հավաքվենք իրար հետ, ահա, այս բանը ինչ որ ուտեսներ էլ եկել են տոնական են դարձել, դա միանշանակ չի ոչ կորելը, ոչ պահպանվելը, տարբեր ռիսկեր ունի, բայց ընդհանուր գործընթացի վրա պիտի միշտ աչքը պահեն մասնագետները եւ քաղաքականություն մշակողները։ Իսկ ինձ հետաքրքիր է ժամանակակից մեր միջավայրում կան նշույլեր, որ կձևավորվեն կամ կստեղծվեն նոր ավանդական կերակուրներ կամ կերակրատեսակներ, թե այսինքն ինքը բավական երկար ժամանակահատված է պետք, որպեսզի ինքը ձևավորվի։ Եթե դուք նկատի ունեք մի բան, որը դառնում է արդեն սովորույթ, օրինակ նոր տարվա այդ մսով նրբաբլիթը, բլինչիկը, դրա լավ օրինակն է։ Տիպիկ խորթային տոնի, տիպիկ խորթային մենյուի բաղադրիչը, որի միջայլոց այդ նրբաբլիթները, երբ որ մենք ասում ենք սլավոնական, ռուսական մշակույթի մաս է, այնտեղ գոյություն չուներ այդ մսով տարբերակը։ Այսինքն այդ նրբաբլիթը էլի գալիս եւ հարմարեցվում է տեղական մշակույթների քիմքին։ Հայերը ամենից սիրում են մսով։ Այո, եւ ոչ միայն հայերը սիրում են մսով, հայերի հյուրասիրության մեջ միս պիտի լինի։ Հյուրասիրություն, լրջությունը որոշվում է մսով, չէ՞։ Մենք սովորաբար
Այ որ հարցազրույցներ շատ են կայանում գյուղերում, հաճախ հարցնում են օրինակ ինչ հյուրասիրությունը ինչն է համարում։ Դե ասում եմ որ տղամարդ լինի ոնց առանց մսիկը հյուրասիրես։ Այսինքն մեր պատկերացումներում միսը դա միշտ հյուրասիրության պարտադիր բաղադրիչ է, չէ՞։ Իսկ դա էլ քանի որ նոր տարվա էր, պիտի անպայման միսը մտներ, որ ինքը լրջանար եւ սեղանին դնելու արժեք ձեռք բերեր։ Հիմա արդեն քանի տասնամյակ է դա պատրաստում ենք։ Հիմա ավանդույթ դարձել է, չէ՞։ Հենց խորհրդային շրջանում այդ տոնի ներմուծումից եւ ռոպագանդայից հետո ինքը կարող ենք ասել այդ նոր ձևավորված ավանդական ուտեստներից է։ Դա քրքիր էր։ Մենք գիտենք, որ դուք հետազոտություն եք իրականացրել նաեւ մեր տեղական ակտիվ խմբի տարածքում ու կարծում եմ, որ ցես դժվար կլինի զարմացնելը, բայց ինչ որ մի բան, ինչ որ հետաքրքիր կամ նորություն գտել եք մեր գյուղերում սնունդի հետ կապված։ Ես շատ երկար տարիներ զբաղվում եմ հայկական խոհանոցի ազգագրական հետազոտությամբ եւ չի եղել իմ փորձում որևէ գյուղ, որտեղ ես ոչինչ չսովորեմ, իսկապես չի եղել, ամեն գյուղում, ամեն բնակավայրում այնքան տեղական նրբերանգներ է սովորում, ինձ այստեղ զարմացրել է վայրի բույսերի հետ կապված գիտելիքը, որ գյուղից գյուղ տարբերվում է, չնայած ասենք օրինակ տիրապետող գիտելիքը այնա, որ ղմին Շուշանն է, չէ, շատ տարածված, բայց այնքան տարբեր բույսեր կան եւ գյուղի դիրքից կախված, եթե մի գյուղի դիրքը նպաստավոր է վայրի բուսահավաքության համար, այդտեղ շատ մեծ գիտելիք կա, տարբեր անուններով բույսեր են թվում, որոնց օրինակ մեծ մասը կամ անծանոթ է, այս հետազոտության ընթացքում ստիպված ինտերնետում տեղում գրում էինք, այս սրային նկատի ունեք, ասում եք, չէ, օրինակ սկսած ճնճղպաշար, չէ, Հայաստանի տարբեր ռեգիոնում Երևանցուն հարցնես ուրիշ բույս է դրա տակ, Շիրակցուն հարցնես ուրիշ բույս է, Արցախցուն հարցնես ուրիշ բույս է, երեքի անուն էլ ճնճղպաշար է, բայց միշտ պետք է այդ իդենտիֆիկացնել, էլի դա։ Եվ մյուսը, որ ինձ շատ զարմացրել, հիացրել է, այդ շատ մի քանի տեղերում լսեմ, որ մասուրի մուրաբա են պատրաստում, Հայաստանի էլի տարբեր տեղերում էլ են պատրաստում, բայց քանի որ այստեղ զարմացա, այդ մանրամասն ծանոթանալով, թե ինչքան դժվար եւ ինչքան պատասխանատվություն պահանջող գործ է, որ կանայք անում են, եւ հաջորդը ընկույզի մուրաբան, որ էլի Գյումրին եւ Շիրակը շատ հմուտ են դա պատրաստելու գործում։ Մյուսը, որ էլի շատ բնորոշ է այս կենտրոնական տախի նաև շրջանին, այդ պոչով ապուրը, Գյումրվա կամ Շիրակի հայտնի լոբով եւ խմորի կտորներով, այո, եւ այդ ավանդույթի պահպանելը, որ շատ կանայք, ես գիտեմ, որ օրինակ Երևանում, երբ որ արդեն անգամ արմատներով Շիրակից տեղափոխվում են, ինչ որտեղ զիջում են այդ ձեր ասած պարտադիր քառակուսին, արիշտա են լցնում փոխային բան, բայց այստեղ այդ հետևողականությունը, որ անգամ միայն այդ ապուրը պատրաստելու համար խմոր անել նորից, այս հետևողականությունը եւ կանանց այդ ջանքերը պահպանել ավանդույթը ինձ շատ դուրեկան են։ Մենք որոշել ենք կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբով բիզնես սկսել եւ որոշել ենք սնունդի միջոցով այդ ամենը իրականացնել, մենք ուզում ենք ստեղծել բրդուճ բրենդ, այդ տեսանկյունից ինչպիսի սննդատեսակներ կամ ճաշատեսակներ կարողանայք առաջարկել, որոնք ասենք, չգիտեմ, վերացման եզրին են կամ մոռացված են, բայց իրենց արժե որ հիշենք ու նորովի մատուցենք միգուցե նաև բոլորին, որ հետաքրքրություն լինի։ Նախ թվում է, թե այդ բրդուճը շատ սովորական համահայկական մի բան է, բայց այստեղ այդ, քանի որ ես գիտեի կենտրոնական տախի հետ մտադրության մասին, նաև այդ աչքով էի փորձում նայել տեղական ամեն գյուղի խոհանոցին եւ հասկացա, որ այս շրջանում շատ սիրում են այդ բրդուճները եւ ամենաանհավանական բաղադրությամբ, այսինքն այն բանը, որը տարբերվող, օրինակ այն բանը, որը ես պատկերացնում էի տոլման, հա, որ կարելի է ինքնուրույն ուտել, բարձումա պետք է լավաշի մեջ դնել ուտել, կամ ինձ միտեղ պատմում էին հում եղինջով
ծեծած եղինջաղ դրած իմ անձնական մշակութային ինքնության մեջ մենք դա անում ենք գարնանը մի անգամ աղ ենք անում թարմուտում, բայց ասում են չէ լավաշի մեջ դնել այդ մեղրու կարագով բրդուճը եւ բրդուճը ոնց էին տարբերում որ տղամարդկանց համար ավելի մեծ պիտի լինի, կարքին տղամարդավարի բրդուճ լինի, իսկ կանանցը պետքա նուրբ լինի, այս բաները այդ ընդհանուր համահայկականության մեջ շատ առանձնահատուկ են դարձնում եւ ես համոզված եմ դարձնելու այդ բիզնես նախաձեռնությունը, բայց այստեղ մի քանի պայման կա, որը պիտի պահպանվի այդ միշտ հարգանքը տեղական խոհանոցային ժառանգության հանդեպ եւ հարգանքը այն մարդկանց հանդեպ, ովքեր ստեղծում են այդ ժառանգությունը եւ իրենց կարեւորելը եւ իրենց առաջին պլան բերելը եւ իրենց շատ հանրային տեսանելի դարձնելը, որտեղ այդ կանանց, տղամարդկանց եւ այդ մարդկանց ջանքերով է, որ մենք դեռ այսօր կարող ենք իմանալ, տեսնել եւ համտեսել բոլոր այն ճաշատեսակները, որոնք մեզնից հեռացել են։ Այսինքն անաղարտ պահել, հնարավորինս չդարձնել ժամանակակից ու իրենից չստանալ ֆաստ ֆուդային վիճակներ։ Դա էլ կարելի է, բայց եթե ազնիվ լինել այդ գործում, շատ չխեղաթյուրել, հա, որտեվ եթե նպատակը տեղական խոհանոցային ժառանգության միջոցով զարգացում ապահովելն է, այդ խոհանոցի տրամաբանությանը հավատարիմ մնալը կարևոր կետ եմ համարում։ Իսկ եթե օրինակ դուք հնարավորություն ունենայիք Շիրակ աշխարհը ներկայացնելու աշխարհում, ու Չեչիլը հասկացանք, ուրիշ ինչ կերակրատեսակ կներկայացնեիք, որպեսզի ամբողջ աշխարհը իմանար Շիրակի խոհանոցի մասին։ Շուշանը կներկայացնեի։ Խմին։ Այո, եւ թթուն։ Շուշանի այդ զոխի թթուն, որը մի շատ հիանալի երևույթ է։ Դե լավաշից ախր չեմ կարող ամշել, որովհետև շատ համեղ է այստեղ այդ լավաշը եւ շատ բարձր որակով։ Քաղցրավենիքներից սինի գաթան եմ ես շատ սիրում, որ փորձել եմ Շիրակում, որտեվ դա նախ շատ լավ տենց թանկարժեք մի բան է, այսինքն մեզ թվում է, որ իր մեջ պարզ ինգրեդիենտներ են, բայց հավասար քանակությամբ յուղ, հավասար քանակությամբ ալյուր, հավքի եւ շաքարավազ, հա, չէ, ինքը ավելի կլոր եւ թոնրում են հենց թխում, հիմա նաեւ ջրոցում են թխում, իր տեքստուրան, իր ձևը շատ տարբերում է սովորական խմորեղենից, ավելի փխրուն է, ավելի բերանում հալվող է, դա ինձ շատ դուր է գալիս, դա էլ կուզեի, որ իմանային։ Շիրակի հարիսան շատ սիրում եմ։ Նախ որակի ստանդարտ կա։ Կանայք գիտեն, որն է լավ հարիսան, ասի գլխարադանել չի լինի այդտեղ, պիտի լավ հարեն, համասեր դառնա, մսի որակը նաև երևա այդտեղ, լավ կտորներ լինեն, որ հետո հարելուց գույնը չփոխի, ձավարը սպիտակ լինի, որ հարիսայի գույնը չփոխվի, անգամ որպեսի ձավարը սպիտակ լինի, ինձ պատմում էին, որ ջարդում են թողում իր կեղևի մեջ մնա, որ հետո փայլ հաղորդվի դրան, այսինքն այս բոլոր նախնական բաներին նրբություններին ուշադրություն են դարձնում եւ անպայման հետո ճաշակում են վրան յուղ լցնելով առանձին, յուղը դնում են առանձին եւ վրան յուղ լցնելով, այս շատ սիրուն տեսարան է լինում, էսթետիկապես հաճելի եւ ինձ դուր են գալիս բոլոր այն ուտեստները, որոնց մեջ պատրաստողը այդ խոհարարական նրբերանգներին ուշադրություն է դարձնում, որովհետեւ այլապես բոլոր ուտեստները կլինեն ուղղակի քաղցը հագեցնող, բայց երբ որ կանայք իրենց եւ տղամարդիկ իրենց գիտելիքով այդ սերնդե եկած այդ նրբահամությանը եւ էսթետիկային ուշադրություն են դարձնում, դրանք ես շատ գրավիչ ուտեստներ եմ համարում։ Շնորհակալություն շատ Տիկին Ծատուրյան, հետաքրքիր ու համեղ զրույցի համար։ Համեցեք, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ահա այսպիսի հետաքրքիր զրույց ունեցանք սիրելի հետևորդներ, իսկ դուք շարունակեք հետևել մեզ, որպեսզի կարողանանք միասին բացահայտել կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբի նորանոր գաղտնիքներ։ Կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։